Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Այս շաբաթվա իրադարձությունների մասին զրուցելու ենք քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Մարտիրոսյանի հետ։ Շաբաթը պարզ է, որ լեցուն էր հոգևոր թեմաներով։ Ամբողջ ազգը զբաղված է այդ քննարկումներով, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, ինչ ծրագիր ունի եկեղեցու հետ կապված, ինչու է այդքան հետևողականորեն գնում եկեղեցին քանդելու ուղղությամբ, եւ մի ամբողջ հասարակություն, այսպես ասած, դիտորդի կարգավիճակում հետևում է այդ իրադարձություններին, չի կարողանում կանգնեցնել այդ աղետալի ընթացքը։ Եթե ամիսներ առաջ փոքր այլ էր իրավիճակը եւ թերևս իր հույսը այն էր, որ հավատացյալ հոտը դուրս է գալու եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ եւ փորձելու է ներքևից, այսպես ասած, ընդվզում առաջացնել եւ նոր հեղափոխություն անել եկեղեցում, ակնհայտորեն այդ ծրագիրը տապալվեց, չստացվեց եւ հիմա մենք տեսնում ենք, որ մարտավարությունը փոխվել է եւ փորձ է կատարվում եկեղեցին քանդել իր ներսից։ 10 եպիսկոպոսներ դավաճանեցին իրենց ուխտին, դեմ դուրս եկան կաթողիկոսին եւ եկեղեցուն եւ այլևս նրանք Նիկոլ Փաշինյանի թիմում են անհասկանալի կարգավիճակում։ Եվ հիմա մենք բոլորս կարծես թե այդպես մի հատ սուր սյուժետային ֆիլմի ունկնդիրների կարգավիճակում հետևում ենք, թե հաջորդ քայլը ինչ է լինելու, ինչ է պետք անել։ Ես կուզեի, որ մենք այսօր խոսեինք նախ թե ինչ է տեղի ունենում, ինչպես ենք հասել այսօրվան, ինչ իրավիճակ է հիմա եւ ինչ պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի եւ ընդհանրապես հասարակությունը այս պարագայում։ Մենք շաբաթվա ընթացքում կուզեի, որ մեր խոսակցությունը սկսեինք կառավարության նիստից հետո տված այդ ճեպազրույցի թեմայից, երբ Նիկոլ Փաշինյանը անթաքույց ներկայացրեց իր ծրագիրը, խոսեց նոր բաներ ասաց, նոր բացահայտումներ արեց, այսպես ասած, եւ հայտարարեց, որ ես ասել եմ, ինքը այդտեղից պիտի գնա։ Չես հասկանում, թե դա ինչ է նշանակում, ես չեմ ասում հրաժարական դա ասում է, չեմ ասում նոր ընտրություններ լինեն կաթողիկոսի, բայց ես ասել եմ, որ ինքը այդտեղից պիտի գնա, որովհետև ինքը սպառնալիք է մեր պետականության համար, հա, այսպիսի նախադասություն։ Ճիշտ է, նախադասության մեջ երևի արդեն իրար հակասող մտքեր կան ինքնի, բայց ինչ է ուզում ասել, հա, ինչպես է պատրաստվում գնացնել կաթողիկոսին։ Տիկին Արմինե, շատ դժվար հարց եք տալիս մեկնաբանել, թե ինչ կա Փաշինյանի գլխում։ Առավել ևս, որ իրականում, եթե դուք նկատել եք հատկապես, շատ շնորհակալ եմ, որ մեջ բերեցիք այդ բրիֆինգը կառավարության նիստից հետո, որտեվ եթե մենք ուղղակիորեն դնենք եւ տեսնենք, թե ինչ արգումենտացիաներով են պատասխանում հարցերին, հա, ԱԱԾ-ի միջամտությանը եկեղեցու գործընթացներին, հուշումը, հորդորը, հետո մերժումը, հա, վեհապարի անունը զեղչելը եւ այլն, տեսեք, այլևս ես նկատում եմ հետեւյալը, խնդրում եմ դուք էլ ուշադրություն դարձրեք, adekvat միջոցներով տրամաբանված եւ արգումենտացված պատասխաններ այլևս չկան։ Նույնիսկ ժուրնալիստները շատ տրամաբանված հարց են տալիս բոլոր արգումենտացիաներով, ֆիքսելով նույնիսկ նրա նախկին խոսքերը, մեջբերելով նրան, ցույց տալով հակասությունը, եւ նա այդտեղ այլևս արգումենտացված պատասխաններ չունի։ Դուք հիշում եք, թե այս ամեն ինչից սկսվեց։ Սկսվեց ինչ որ մի սևացման, այո, սևացման գործողությունից, այդ սևացման գործողությանը ուղղակիորեն որևէ պատասխան չեղավ, եկեղեցին մինչ օրս է դիրքավորման մեջ է ստաբիլ, նա փորձում է տարբեր տեխնոլոգիաներ ինչպես հասնել իր նպատակին։ Այո, եւ ինչու է խոսույթը փոխում է անընդհատ։ Որևէ տրամաբանական, արգումենտացված, նույնիսկ եթե մենք մի կողմ դնենք, որ մեր պատկերացումները եւ իր պատկերացումները տարբեր են, խոսենք նույն բանի մասին, ինչի համար է սա արվում, դրա պատասխանը բրիֆինգին հաստատի հետեւյալն էր։ Կա մի իրողություն, այդ իրողությունը ինքը պետք է վեհապարը պետք է ընդունի, անկախ նրանից, որ դա բացառապես վեհապարի եւ հայ եկեղեցու գործն է, այլ ոչ թե գործադիր իշխանությունների տարանջատում, այլևս գոյություն չունի այստեղ, եւ ինչն է խնդիրը, խնդիրը նա է, որ նա այդ պարագայում խոցելի է ազգային անվտանգության տեսանկյունից եւ վերջակետ։ Այստեղ տրամաբանություն կա։ Եթե նույնիսկ այդ վերացական կամ տեսական կամ առերևույթ խնդիրը կա, շատ դժվար է երեխայի ծնունդը կամ երեխայի գոյությունը առհասարակ
ֆիքսել որպես խնդիր, հա, դա ոնց կարող է գնահատվել որպես ազգային անվտանգության։ Թեզից ինքը արդեն հրաժարվեց։ Դու եթե նկատեցիք, վերջի արդեն իր թեզերը վերաբերում են, ասում է, ես չեմ ուզում, որ օտար երկրի ավագ լեյտենանտը հրահանգներ իջեցնի կաթողիկոսին Հիմա եւ ինքը ինչ չի այո, ուզում։ հիմա ուզում է ասել, որ ինքը հատուկ ծառայությունների հետ գործարքի գնացած անձնավորությունը ինքը սպառնալիք է մեր Դրա պետության ապացույցները կան, անվտանգությանը։ թե նա դա ասում է, որովհետև դա ապացուցելի չէ։ Օդից կախված լուրերի Այսինքն այդ վարժությունը կիրառվում է նրա այն նպատակով է տեխնոլոգիան, որովհետև դա ապացուցելի երևույթ չէ։ Ինչի մասին է խոսքը։ Բայց կարող է պետության ղեկավարը այդպիսի հայտարարություններ անել, որ հնարավոր չի ապացուցել, որ ինքը նույնիսկ ինքը չի կարող դրանք ապացուցել։ Ես այստեղ խնդրում եմ դուք մասնագիտորեն մեկնաբանեք, դա կարող է թե ոչ, արդյոք պետության ղեկավարի լիազորությունների, իր սեփական պատասխանատվության ընկալման չափաբաժնի եւ այսպես ասեմ, դեղին մամուլի խմբագրի մենթալիտետները պետք է լինեն նույնը։ Մենք տեսնում ենք, որ այս քաղաքականության հիմքում դեղին մամուլից գալով մենք տեսնում ենք արդեն դեղին պետություն։ Թույլ տվեք այդպես որակել այս ամենը, որովհետև նորմալ, կշռադատված, ես նույնիսկ չեմ էլ խոսում մասնագիտական որակումների մասին։ Ես նույնիսկ չեմ էլ գալիս սահմանադրյալ իրավական խախտումներին, ինչը որ ինքը բրիֆինգի ժամանակ ընդունում է, որ այո, այդպես է։ Նա այդ ամենի երաշխավորն է, այլ ոչ թե դրա մեկնաբանը, այլ չասեմ դա խախտողը։ Այսինքն այստեղ մենք իրականում մենք գործ ունենք մարդու հետ, ով որ իր լիազորությունների չափաբաժինը այլևս չի ընկալում, նա այնքան է նույնացել պետություն հասկացության հետ, որ անցել է ուրիշ բան, սկսել է ժողովրդին նույնականացնել իր հետ։ Եվ դա դարձնում է որպես մեխանիզմ։ Ես եմ ժողովուրդը, ես եմ պետությունը, ես եմ։ Չկա տարանջատում սահմանադրության, իր լիազորությունների, իր գործադիր իշխանություն ունենալու ընկալումների, պետություն եւ իշխանություն սահմանադրական տարանջատման։ Եթե նա թույլ է տալիս իրեն մեկնաբանել այն խնդիրը, որ այո, ԱԱԾ-ն իրավունք ունի քահանային թելադրելու բացառապես եկեղեցու լիազորությունների տակ գտնվող կրոնական ծեսի էլեմենտների վերաբերյալ, մենք մոտավորապես պատկերացնում ենք, թե այսպիսի մոտեցումներ ունեցողը ինչպես է պատերազմ կառավարել եւ կար շանս առհասարակ դա այդպիսի ավարտ չունենար։ Խնդիրը այսպես է, մենք մենթալ առումով նաեւ պետք է հասկանանք, որ Փաշինյանի շատ մեջ փչված էգոն երևում է, չէ՞ որ իր էգոն փչվել է եւ դա փչվել է ոչ միայն քաղաքական առումով, այլ նաեւ հոգեբանական առումով։ Նա տարանջատումներ չի անում, նա իր լիազորությունների, իրավասությունների չափաբաժինների մեջ այլևս սահմաններ չի դնում։ Եվ վերջի բրիֆինգը դրա ամենամեծ ապացույցն է, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով նույնականացնում է իրեն պետության հետ, նույնականացնում է իրեն ժողովրդի հետ, այն բոլոր, խնդրում եմ նաև այս առումով ուշադիր լինել, այն բոլոր պրետենզիաները, որոնք որ հղվում են առ իրեն, նա դա տանում է դեպի ժողովուրդ եւ մեծ մանիպուլյացիա անում լեգալություն եւ լեգիտիմություն հասկացությունների հետ, այսինքն իրեն թվում է, որ ժողովուրդը տալով իրեն գործադիր իշխանության լիազորություններ, մնացած բոլոր լիազորությունները եւս տվել է իրեն, այո, ճիշտ է։ Եվ հետաքրքիրը գիտես որն է, որ մինչեւ հիմա գնում էր պատարագի, փորձում էին նախապես, պարզ է, որ արդեն հասկանալի է, որ ԱԱԾ-ի եւ այլ տարբեր լծակներով քահանաներին պարտադրել, որպեսզի պատարագից զեղչեն վեհափարի անունը, հիմա արդեն քանի որ որոշել է Գյումրի գնալ, իսկ Գյումրին մենք գիտենք, որ հիմա Շիրակի թեմի առաջնորդը նստած է, Գյումրվա թեմը շատ միասնական է եւ հոգեվոր սպասավորներից ոչ ոք փաստորեն չհամաձայնեց իր տարբերակով պատարակը վարել, ինքը որոշել է իր հետ տանել պատարագիչ։ Այսինքն հոգևորականներին էլ է այլևս իր հետ տանում եւ մենք արդեն տեղեկացանք, որ Գյումրվա քահանաներին ասվել է, որ դուք այդ օրը չպիտի գաք եկեղեցի, չպիտի ծառայություն մատուցեք, այդ եկեղեցին պետք է իրավապահներով վարձակալում է, այո, ինքը իր աղանդով գնում է այնտեղ պատարակ անելու եւ արգելում է Գյումրվա փաստորեն հասարակությանը, պատարակի վարողներին, մասնակիցներին, բոլորին ներկա գտնվել, ինքը իր խմբով է գնալու այնտեղ բան։ Ես չգիտեմ, ես շատ հաճախ մտածում եմ, արդյոք մենք գործ ունենք մի մարդու հետ, ով որ խորը պարտադրանքի տակ է, պարզ է, չէ՞ որ այս գործողությունները բացառապես իրեն դիվիդենդ չեն բերում։ Հանրային ընկալումների մեջ սա միանշանակ մերժվում է։ Քանի որ զրույցը շաբաթ օրով է, մի քիչ ավելի պարզ եւ հանգիստ խոսենք։ Ես երբևէ չեմ տեսել այդքան շատ մարդ, ովքեր ում հետ ես զրուցեմ,
նրանք շատ լոյալ են եղել միշտ Գարեգին կաթողիկոսի նկատմամբ, լոյալ են եղել նույնիսկ եկեղեցու նկատմամբ, կան մարդիկ, ովքեր որ նաև չեն ընդունել եւ փոխանցում եմ իրենց խոսքը ուղղակիորեն։ Վերջին հալածանքների լույսի ներքո նրանք ամբողջությամբ վերափոխել են իրենց կարծիքը, Եկեղեցասեր են դարձել դարձել։ են ոչ միայն եկեղեցասեր, այլ Գարեգին Բ-ի նկատմամբ ունեն այլ ոչ թե լոյալ եւ հակասական կարծիք, այլ շատ ավելի դրական։ Եվ այստեղ ամենակարևոր էլեմենտը հետեւյալն է. եթե Նիկոլ Փաշինյանն է պայքարում նրա դեմ, ապա մենք պետք է լինենք նրա կողքին։ Ես նաև կասկածում եմ, որ որևէ մեկը նրան որևէ ճիշտ խորհուրդ է տալիս հանրային տրամադրությունների վերաբերյալ։ Այսինքն այս Դե ինքը գործողությունները ասում է ես խորհուրդների կարիք չունեմ, ես շատ լավ գիտեմ մեր ժողովուրդը ինչ է ուզում։ խորհուրդների կարիք չունի միայն սուպեր խելացի մարդը, ինչպիսի այդպիսի մարդ աշխարհում չկա, որ խորհրդի կարիք չունենա, բայց նորից վերադառնանք այդ հանգամանքին, այս երկիրը կախված չէ նրա կամքից։ Այս երկրում կան հանրային շերտեր, մասնագիտական խմբեր, հանրույթներ, որոնք որ փաստացի գտնվում են այլևս իշխանության կողմից հոգեբանական տերորի տակ։ Ես նաև հանդիպում եմ մարդկանց, ովքեր որ ուղղակիորեն հոգեբանորեն ծանր իրավիճակի մեջ են ամենօրյա Փաշինյանի կողմից արտադրված ինֆորմացիայի ձևի, տեսքի, բնույթի առումով։ Նեգատիվը բոլորը Այո, իրենց մենք վրա շատ կրում են։ երկար ենք գտնվում այս հոգեբանական ատակայի տակ եւ մեր հանրությունը եւս ինչ որ մի մասը գնացել է խոր աբսենտիզմի մեջ, բացասման եւ բացակայության մեջ, քաղաքականությունը իրեն չի հետաքրքրում եւ Փաշինյանը նաեւ Բայց մի դրանից մեծ ինչ հատված որտեղ էլ վրթովում է, չէ, զայրանում է։ վրթովում է, Ստացվում խնդիրը է հետեւյալն է, դա քայլեր է որքան է փնտրում։ վերածում քաղաքական էներգիայի, որpիսի ինչ որ մի բան շտկի։ Այսինքն ժողովրդավարությունը նա չէ, որ դու ժողովրդի անունից ասես ենթադրյալ ինչ որ մի բան եւ դա նորից էլի վերագրես ժողովրդին ունենալով մեկ հենակետ 2021 թվականի ընտրություններ 2021 թվականի Շատ լավ լեգիտիմությունից բերեցիք ոչինչ այլևս իր 2021 մոտ չի մնացել։ Այո, բայց ես կուզեի նաև խոսենք այն մասին, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը միայնակ չի անում այս ամենը։ Անում է իր թեմի լրելային կամ ակտիվ մասնակցությամբ, անում է նույն անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությամբ, անում է իրավապահների, դատավորների, այս շաբաթվա մեջ մենք տեսանք, որ Արշակ Սրբազանի նկատմամբ կալանքի սանկցիա կիրառեց այդ տխրահռչակ Մասիս Մելքոնյանը, որը որևէ հիմք չուներ նման բան որոշելու, որտեղ խոսքը այն մասն է, որ 2018 թվին ինչ որ մեկի ուսապարկում, ինչ որ թմրանյութ են գտել, ինչ որ մարդ ասել է, որ սա ենթադրում եմ, որ Արշակ Սրբազանի հանձնարարությամբ են դրել իմ ուսապարկի մեջ, այսինքն մի հատ աբսուրդի թատրոն, հա, ու այս պարագայում կալանքի սանկցիա է որոշվում 4-րդ Սրբազանի նկատմամբ մեր երկրում, այն էլ եպիսկոպոսատ ժողովի նախաշեմին, հա, այսպես չգիտեմ, արդեն մարդ բառեր չի գտնում որակելու, բայց միևնույն ժամանակ եւ ունի ուրեմն համակարգեր, որոնք իրեն ծառայում են եւ ունի աջակցություն, ակնհայտ աջակցություն, հատկապես արևմուտքից, եվրոպական կառույցներից, մենք տեսանք այս շաբաթվա ընթացքում նաեւ անթակույց հայտարարվեց, որ մենք Մոլդովայի սցենարը կիրառվելու է Հայաստանում, որ 15 միլիոն եվրո են հատկացնելու, որպեսզի պայքարի Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմի դեմ եւ կարողանա հաղթահարել Ռուսաստանի եւ այլ ընդդիմադիր ուժերի, այսպես ասած, ճնշումը ու վերարտադրվել։ Հիմա տեսեք, ինչքան աջակցություն ունի ընդդեմ հայ հասարակության, հայ ժողովրդի եւ Հայաստան պետության։ Այս վիճակում ոնց ինչ պիտի անի հայ հասարակությունը, ինչպես պետք է մենք պայքարենք եւ ինչպես պետք է մարդկանց հասկացնենք, որ այդ Եվրոպայից եկող աջակցությունը, այդ ԱԱԾ տնօրենի եւ իր թիմակիցների աջակցությունը այդպես վերջնական կնիք չի, որ ինքը արդեն վերարտադրվել է։ Պետք է դրա դեմ պայքարել ի վերջո, չէ՞։ Միանշանակ, շատ ճիշտ որակեցիք, եկեք այդ 15 միլիոնանոց գաղափարական, հա, արշավի վրա շատ ուշադրություն չդարձնենք։ Հիմա մեր զրույցը հիբրիդային զրույց է որակվելու, հա։ Այս գումարը նաև մեր դեմ պայքարի համար է։ Չեմ կարծում։ Ինչու, որովհետև նրանք շատ լրջագույն մեկ նպատակ ունեն, դա պետք է օգտագործվի հակառուսական ֆրոնտի վրա։
հակառուսականության վրա։ Եվ դա տվել է իրեն Բայց կանաչ նաև քարտ, լռում են այս սրբազանների կանաչ քարտ նաև ձերբակալությունների։ ներսում անելու, այսինքն դիլը հետևյալն է, դու ունեցիր հակառուսական ֆրոնտ եւ կունենաս կանաչ քարտ, հա, ներսում անելու այն ինչը որ մենք չենք տեսնի։ Համոզված եղեք, դա երկար չի տևելու։ Եվ այն կեսերը կամ բռնաճնշումները, որոնք որ ինքը ծավալի է վերածում, իրեն է թվում, որ դա վերջ չունի։ Ես համոզված եմ, որ գալու է մի պահ կամ փոխվելու է մի իրավիճակ, երբ որ այդ բոլոր կեսերը իր առաջ դրվելու են միանշանակ։ Արևմտյան աշխարհը եւս ունի ինչ-որ մի կարմիր գիծ, որից հետո իր անունի հետ ինքը այլևս չի ուզում երկար խաղալ, որպեսի խաղան, հա։ Ուղղակի շահերի համընկնումը հիմա ձեր նշածով իրականում ակնհայտ է։ Իրականում ակնհայտ է, բայց դա վերջնական եւ մշտական շահեր չեն, ինչպես ամեն ինչը քաղաքականության մեջ։ Ինչ անի հայ հասարակությունը։ Անենք, որ այդ շահերի համընկնումը շատ երկար չտևի, որովհետեւ 26-ին ընդամենը մի 6 ամիս է մնացել, չէ՞, ընտրություն։ Դրա միակ տեխնոլոգիական լուծումը դա խոսելն է։ Դրա միակ հնարավորությունը մարդկանց մեջ քաղաքական էներգիան բարձրացնելն է։ Դրա միակ հնարավորությունը ապաքաղաքական մարդկանց քաղաքականացնելն է։ Դրա միակ հնարավորությունը մարդկանց հետ քաղաքականապես աշխատելն է եւ առաջարկ անելը։ Հավատացեք, Տիկին Արմենե, այլ գործիքակազմ ուղղակիորեն չկա։ Եթե մենք գտնվում ենք պաշարման մեջ, ապա այդ ապապաշարումը պետք է լինի ներսից։ Մենք դուք ձեր հարյուրավոր հյուրերի հետ խոսում եք մեկ բանից, որն է ելքը։ Իմ կարծիքով ելքը մարդկանց քաղաքականացնելն է, ոչ թե ստիպելը քաղաքականությամբ զբաղվել, այլ ունել դիրքորոշում։ Այդ դիրքորոշումը արտահայտել, դա վերածել ձնագնդի։ Այսպես է դառնալու հանրային կարծիքի, հանրային պախարակման, հանրային անընդունելիության, մերժելիության փոքր էֆեկտը մեծ էֆեկտի վերածման։ Հավատացեք, որ դրա դիմաց որևէ քաղաքական իշխանություն կլինի իր բնույթով տոտալիտար, թե ավտորիտար ռեժիմի դրա դեմ չի կարող առնել։ Նա կախված է լինելու միշտ դրանից։ Ես տեսնում եմ մեր հասարակության մեջ շատ մեծ անհամաձայնություն, որը համր տեսք ունի, որը բարձր չի խոսում։ Այդտեղ կաշկանդող հանգամանքներ իհարկե կան, հետպատերազմական շոկը, քաղաքական դաշտի առաջարկների ոչ ստաբիլությունը եւ ոչ ամրությունը, հա։ Մի շարք խնդիրներ կան, որոնք որ անընդհատ աշխատանքի կարիք ունեն եւ սնուցման կարիք ունեն։ Մենք ունենք կարիք մարդկանց հետ խոսելու։ Ես շատ զարմացած էի այն ինչ որ պատմեցի Գարեգին Բեի աջակցության առումով, իրականում որտեղ ճանաչում եմ այդ մարդկանց, բայց այն որ այլևս Փաշինյանի գործողությունները վերածվել են այնպիսի տեսքի եւ ձևի, որ եթե դա անողը Փաշինյանն է, ուրեմն մյուս կողմը այլևս ճիշտ է, սա փաստ է եւ իրականում արձանագրման ենթակա։ Շատ լավ, հիմա շարունակ ես լսում եմ, մենք փաստորեն գնացինք ընդդիմադիր դաշտի վերլուծության ուղղությամբ, շարունակ լսում եմ մեղադրանքներ ուղղված ընդդիմությանը։ Անընդհատ հիմա մանավանդ էս ակտիվ փուլում, երբ որ Փաշինյանը այսպես անընդհատ քայլեր է անում, չի դադարում, մի օր ընդմիջում չի տալիս, ասում են որտեղ է մեր ընդդիմությունը, ինչով է զբաղված։ Այն ինչ որ ասենք պարլամենտում մի քանի ելույթ են ունենում կամ ինչ որ հարցեր են տալիս, դա բավարար չի։ Շատ ավելի լուրջ եւ ավելի սուր հարցեր տալիս են լրագրողները, չէ՞։ Հիմա ստացվել է, որ մեր լրագրողական համայնքը դարձել է պայքարի առաջամարտիկ եւ մնացած բոլոր համայնքները մի տեսակ ավելի պասիվ վիճակում են։ Բայց բոլոր երկրներում քաղաքական պայքարը ղեկավարում է, առաջնորդում է ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, որտեղ են, ինչով են զբաղված, ինչու են այսքան պասիվ, այս հարցերը տալիս են մարդիկ եւ ես ինքս անձամբ օրինակ պատասխան չեմ գտնում։ Ես ունեմ պատասխանը, նրանք նախընտրական փուլի մեջ են։ Նախընտրական փուլը չի ենթադրում ակտիվություն, ենթադրում ակտիվություն, բայց ենթադրում է նաեւ ֆաշտարտի վտանգ, սխալվելու վտանգ։ Միջև վերջ կառուցակարգերը չձևավորած իրավիճակում գործողության մեջ մտնելու վտանգ։ Սա արդեն շատ քաղաքագիտական երևույթ է, դրանով չծանրաբեռնում։ Չեն ուշանա կարծում եք, հա։ Արդեն տևական ժամանակ է նախուշացել են, որովհետև այսպիսի ազատ գործելու հնարավորություն են տվել Փաշինյանին։ Բայց եկեք դա միայն ընդդիմության վրա չբարթենք։
Այնուամենայնիվ, Փաշինյանի վարկը վերածվել է այնպիսի վարկի քաղաքական վարկաբանությունը հատկապես, որ դա միայն քաղաքական ուժերի խնդիրը չի այլևս։ Իմ խորին համոզմամբ դա նաև մասնագիտական հանրությունների խնդիրն է, այդ մասնագիտական հանրությունների շոգեքարշերի չխոսելու խնդիրն է, չարտահայտվելու խնդիրն է։ Նորից եմ կրկնում, ողջ բեռը իհարկե քաղաքական ակտորներինն է, բայց այդ քաղաքական ակտորները կանգնելու տեղ պետք է ունենան, հիմք պետք է ունենան, հա։ Այդ հիմքը եկեք խոստովանենք, որ հիմքը այդ դժգոհությունն է, այդ հանրային դժգոհությունն է, որ դուք էլ եք ասում, չէ՞, որ հանրային դժգոհությունը կա, բայց դրա կապիտալիզացիան ուղղակիորեն չկա, հա։ Հանրային դժգոհությունը մնում է համր, ոչ միշտ է դառնում ակտիվ, ոչ միշտ է դառնում հաշվարկելի կամ վստահելի։ Հենց դա պետք է անի ընդդիմությունը, չէ՞։ Դե հենց դա պետք է անի, բայց հիմա մենք այլևս գտնվում ենք նախընտրական փուլում։ Հիմա ընդդիմության վարժությունները միանշանակ այլ են։ Ես ուրիշ բան կարող եմ առաջարկել եւ ասել, Հայաստանում դադարել են քաղաքական ակցիաները։ Այո։ Հայաստանում դադար է առել փողոցով կարծիք արտահայտելու process-ը։ Սա ունի հետևյալ դեֆեկտը։ Մենք այնքան ժամանակ ենք պահանջել եւ սպասել, որ յուրաքանչյուր փողոցային ակցիա, գործողություն, հանրահավաք դառնալու է արդյունքում Նիկոլ Փաշինյանին գահանքեց անելու process եւ դա տեղի չի ունեցել, որ ես հասկանում եմ, որ քաղաքական ուժերը եւ քաղաքական առաջնորդները, խմբերը ունեն որոշակի կոմպլեքսներ։ Հիմա փողոց դուրս գալու։ Բայց ես հավաստիացնում եմ, որ հիմա դա գրագետ ձևակերպելու պարագայում, հա, կարելի է որոշակի առումով կարճ, հստակ, հանրության ձայնը տեղ հասցնող թե ակցիաներ, թե հանրահավաքներ կազմակերպել։ Դրանք մարդաշատ լինեն շատ, չէ՞։ Ես նորից եմ ասում, Տիկին Արմինե, քաղաքական ուժերը ունեն հիմա կոմպլեքս։ Իրենց թվում է, որ իրենց նախաձեռնած երևույթը քննադատվելու է, որ եկել ենք, հավաքվել ենք, դե ասեք ինչ ենք անումը, նրանք չեն կարողանալու շարունակել, արդյունքում եւ ունենալու են նաեւ ինչ որ չափով նաեւ վարկանիշային ռիսկ ունեն իրենք իրենց համար, բայց այդ ֆոբիայից եւ այդ կոմպլեքսից միանշանակ պետք է անցնել, զարմանալի կլինի, որ այս օրերին այս ահագնացող հալածանքների պարագայում հանրության հավաքական արենա միջավայր չլինի դրան դեմ արտահայտվելու, այդտեղ կարծիք արտահայտելու եւ գոնե հավաքական ցույց տալու, որ այն ինչ որ կատարվում է ոչ միայն անընդունելի է, այլ եւ հակաօրինական, եւ հակաբարոյական, եւ նույնիսկ հակաքաղաքական։ Այո։ Եվ հետո մի բան էլ կարծում եմ, որ երբ որ փողոցը ակտիվ է լինում եւ նման ակցիաներ են լինում, նաեւ հակառակ կողմը իշխանությունն էլ է ավելի զուսպ պահում իրեն, ավելի մտածում իր քայլերի մասին, հետ կանգնում ինչ որ բաներից։ Փաշինյանը շատ արագ է գրավում այն տեղը, որ բաց է մնում իշխանության ընդդիմության կողմից։ Եվ նա դա շատ լավ կարողանում է անել, եւ ամենակարևորը դա բերում է անպատժելիության իրավիճակի։ Դա իր համար էլ է վատ, նախ մասնագիտորեն ասեմ, նա կտրվում է իրականությունից, կտրվում է այլևս չի սկսում հաշվարկել իրական հանրային կարծիքները, նա չէր հաշվարկել առաջին ժամանակահատվածում նաև իր գունավոր հեղափոխության բլիցկրիգ անելով վեհապարին վեհարանից անելու, նա ձգեց, ինչպես դուք ճիշտ նշեցիք, դա տեղի չունեցավ եւ անցավ այլ մեթոդաբանության, հա, եւ այդ մեթոդաբանությունը ինչ որ չափով հիմա հաջողվել է իրեն, հատկապես եպիսկոպոսների մասով, բայց ես վստահ չեմ լինի, որ այդ ձնագունդը կարող է հետ շրջվել։ Ինչու, որովհետև այդտեղ շատ մեծ ռիսկայնություն կա, դու չես կարող մարդուն շանտաժով, կոմպրոմատներով երկար պահել քո արեալի մեջ։ Առավել եւս որ հանրային վերջին շրջանում թե հանրային շահարձագանք կա այդ մարդկանց, թե պարսավանք այդ մարդկանց վրա, դա ծանրություն է, մարդիկ ունեն միջավայր դավաճանել են իրենց կյանքին, ողջ կյանքին ու կենսագրության, շատ ծանր բան է, իրոք հասկանալի չէ թե ինչ են շահել դրանից։ Իրեն համար պետք է հաշվարկելի լինի։ Շատերին կթվա, որ նա անում է ամեն ինչ, ինչ ուզում է, բայց հավատացեք, այդպես չէ։ Այդպես չէ, 100%։ Եվ քանի որ խոսեցիք կոմպլեքսներից այդ ազատվելու մասին, ես կարծում եմ, որ նման կոմպլեքսներից ազատվելու ինչ որ բաներ հաղթահարելու կարիք ունի նաև մեր եկեղեցին։ Ինչ նկատի ունեմ։
աճ ու ձախից մեղադրանքներ են հնչում, որ այ տեսեք եկեղեցին ինքը մտավ քաղաքականություն, դրա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց այս արշավը։ Ես վստահ եմ, որ նախ եկեղեցին չի մտել քաղաքականություն եւ եկեղեցու բոլոր միջամտությունները, հայտարարությունները դրանք ուղղված են եղել մեր ազգային խնդիրներին, մեր երկրի պահպանությանը, մեր Արցախի պաշտպանությանը, ընդհանրապես հայկական ավանդույթների, մշակույթի պաշտպանությանը։ Այնպես որ եկեղեցին պետք է չկոմպլեքսավորվի նման մեղադրանքներից եւ հիմա շատ լավ պահ է, որպեսզի ինքը նաեւ ցույց տա, որ ինքը այդպես անատամ մի կառույց չի, որին կարելի է մտնել, գլխատել, որին կարելի է տևական տերորի ենթարկել, այսպեսի խայտառակ մեղադրանքներ հնչեցնել, որի լավագույն զավակներին կարող է տանել, մտցնել բանտ եւ պահել այնտեղ, եւ ինքը պետք է հակաքայլեր նաեւ մտածի։ Ինչու եմ ասում, որովհետեւ հիմա ընդամենը մի քանի օրից սկսվելու է եպիսկոպոսաց ժողովը եւ ես կարծում եմ, որ այդ ժողովի ժամանակ մի անելիք ունեն մեր հարգարժան եպիսկոպոսները, հոգեվորականները, այդ 10 ուխտադրուժ եպիսկոպոսներին պետք է ուղղակի կարգալույծ անեն, հեռացնեն եկեղեցու, ցույց տան իրենց վերաբերմունքը նրանց քայլի նկատմամբ, որպեսզի այդ նաեւ այդ ծնագնդին աճելու հնարավորություն չունենա, համաձայն չեք։ Մասնակի ձեր թույլտվությամբ։ Համեցեք։ Տիկին Արմինե, աշխարհիկ իշխանությունները սահմանափակված են ժամանակահատվածով։ Ընդ իրենց ընտրության, իրենց քաղաքական ակտիվության, իրենց հանրային կարծիքներից, հանրային բաժանմունքներից եւ այլն, ժամանակով, քաղաքական ժամանակով։ Եկեղեցին քաղաքական ժամանակ չունի։ Առավել եւս չունի առհասարակ ժամանակի զգացողություն որոշակի առումով։ Նա ունի համբերատարության մեծ բազա, նա ունի դիմադրողականության մեծ բազա, հնարավոր է կարող է մենք նույնիսկ չհասկանանք, բայց իրենց ընկալումները դիմադրության մի քիչ հնարավոր է այլ լինեն։ Ավելին, հայ առաքելական եկեղեցին դիմակայելու եւ դիմադրելու երևի թե ամենամեծ ինստիտուցիոնալ փորձն ունի։ Նիկոլ Փաշինյանը ունի հարձակման փորձ, նրանք ունեն այլ փորձ։ Ես ինչ եմ ասում, մասնակի մեկ եկեք չանենք այն ինչ որ անում է Փաշինյանը։ Այո, կարծում եմ, որ վեհարանում կան այնպիսի հոգևոր հայրեր, ովքեր որ դրա կողմնակիցն են։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է այնուամենայնիվ հաշվարկեն, որ իրենք գործ ունեն պատանդների հետ։ Պատանդներ իշխանության ձեռքում։ Զղջման հնարավորություն տրվեց նրանց։ Մեկ այլ, այո, զղջման հնարավորություն տրվեց, բայց եկեք թողնենք, որ եկեղեցին այնուամենայնիվ որոշի, թե ինչ պետք է անի, եւ դա կարծում եմ կլինի ամենաճիշտ տարբերակը։ Այո, խնդիրներ եկեղեցում կան, այնուամենայնիվ կան, բայց այդ խնդիրները անհամեմատելի են այն խնդիրներից, որոնք որ ունի իշխանությունը իր ներսում։ Եվ 2025 թվականը լավագույն ժամանակը չի, որպեսզի եկեղեցու խնդիրներով մենք սկսենք զբաղվել։ Առհասարակ եկեղեցու խնդիրներով զբաղվելու ոչ լիազորություն, ոչ բարոյական պարտք եւ ոչ էլ իրավասություն վարչապետը չունի, նրա մենք շատ հաճախ իր կողմնակիցները իրեն տալիս են միապետի կարգավիճակ։ Դա ամենավտանգավորն է եւ որքան նա գոռում է ժողովրդավարության մասին, թող մեկ վարքյան նայի առհասարակի ընտրողների մենթալիտետը որքան է ժողովրդավարականին մոտ, այլ ոչ թե շատ ավելի մոտ միապետականին կամ թակավոր ընդունելուն։ Դա իր խնդիրն է, այլ ոչ թե մեր խնդիրը։ Եվ նա պետք է հասկանա, որ նրանց կառավարելի պետք է պահել, նա հասկանում է, որ կառավարելի պետք է պահել հենց այդ մեթոդներով, բայց այդտեղ ժողովրդավարությունից, տոլերանտությունից, լայնախոհությունից այլևս նրա կառավարման մեջ ոչինչ չի մնացել։ Բայց երբ որ գա պատասխան տալու ժամանակը, ոչ ոք չի ասելու, որ Նիկոլ Փաշինյանը միապետ էր, Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչ էր, դա գլխավոր դատախազը պատասխան է տալու իր քայլերի համար, ԱԱԾ տնօրենը իր քայլերի համար, ազգային ժողովի նախագահը իր քայլերի, արտաքին գործերի նախարարը իր քայլերի, բոլորը իրենց արարքների համար պատասխան են տալու։ Դրա համար այսօրվա իրենց լռությունն ու այդպես հնազանդ ենթարկվելը այդ համակարգին, դա ոնց որ սեփական ինքնասպանության գնալու նման մի բան է, ես կարծում եմ։ Այդպես չի։ Այստեղ համաձայն եմ ձեզ հետ։ Այստեղ համաձայնվեմ եւ ընդհանրապես կուզենամ հավելել հետեւյալը։ Նիկոլ Փաշինյանը մեր պետության ինստիտուցիոնալ, ժողովրդական,
ժողովրդավարական եւ առհասարակ պատմական առումով ամենամեծ վնասատու մարտահրավերներից մեկն է, որ ուղղակիորեն վնաս է հասցրել, թե ինստիտուցիոնալ, թե բարոյական, շատ է ժամանակ պահանջվելու այս ամենից ուղղակի թե մաքրվելու եւ թե այս ամենը վերականգնելու համար, հենասյունային սկզբունքները նորից ամրացնելու համար, այսօր հենասյունային սկզբունքները ուղղակիորեն ավիրված են։ Դրա համար բոլոր այն մարդիկ, ովքեր որ ամուր են իրենց կամքով, հավատում են իրենց սկզբունքներին, իրենց ինտելեկտը արտահայտողն են եւ դրանով իրենց հետևից մարդկանց տանողը եւ նաեւ դա քաղաքական առումով կազմակերպողները պետք է հասկանան, որ իրենց խնդիրը չի սահմանափակվում միայն Փաշինյանի իշխանազրկելով, շատ մեծ էներգիա պետք է սխալները, նրա կողմից թույլ տրված սխալները գիտակցված թե ոչ հետո կպարզենք ժամանակի ընթացքում, չկրկնել հետագայում եւ գալ պետության ուղղակիորեն վերականգնման մեծ առաքելությամբ։ Ես մի նախադասություն եմ միշտ ասում եմ մեր վերքերը բուժելու ժամանակ է հարկավոր եւ մենք պիտի կարողանանք Եվ այդտեղ մեզ պետք է զրո հուսահատություն, ամուր կամք, սեփական սկզբունքներին հավատալ, պայքարել, որովհետեւ չի կարող Նիկոլ Փաշինյանը լինել ճիշտ, իսկ մենք սխալ։ Այո։ Եվ չի կարող ինքը լինել այս երկրի վերջին վարչապետը, ոնց որ ինքն է ասում, չէ՞, կամ ինչպես որ պնդում է, այո, պետք է լինի վարչապետ։ Շատ լավ, շնորհակալ եմ, դեռ երկար կարող էինք քննարկել շաբաթվա իրադարձությունները, բայց հետաքրքիր էր։ Այսքանը, կհանդիպենք։